Բենյամին գյուղի բնակիչներն իրենց ֆիզիկական պատրաստվածությամբ արդեն պետք է օլիմպիական չեմպիոններ լինեին։ Հյուսիսարավ ռազմավարական ճանապարհի այս շքեղ էստակադան այժմ բնակիչների համար դարձել է թանկարժեք քայլուղի գյուղ հասնելու համար։ Բանն այն է, որ Գյումրի Բենյամին, Լուսակերտ, Սարատակ, Հովտաշեն, Արթիկ երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցները այժմ օրվա մեջ մեկ անգամ են Բենյամին գյուղ մտնում։ Փոխարենը վարորդները ուղևորներին իջեցնում են հենց էստակադայի վրա գյուղից ավելի քան 1 կիլոմետր հեռու։ Ոտքով գյուղ հասնելու խնդիրը բնակիչների հոգուն է հասցրել։ Այդ հյուսիս հարավի տրանսպորտը չէին սարքել, երկաթները չէին տեղադրել։ Գոնե այդեղ քիշնեինք, հարմար էր։ Կամուրջը կառուցված է 1 կիլոմետր հեռու գյուղից։ Այդ երեխեքը ասենք թե ուշ ժամի են եկել բանից։ Ինչ եղբդի կան։ Ինչ եղբդի կան գյուղ։ Մենք մեծ ենք, միգուցե եւ մի քիչ դիմանանք, իսկ փոքրերը մեղքեն է երեխեքը։ Ասենք ավտո չկա, կայիշնին դեղ, ինչով տուն կան։ Տրանսպորտի խնդիրն այս գյուղում թիվ 1 հարցն է դարձել, ինչպես ուսանողների, այնպես էլ Գյումրիում աշխատել ցանկացող բնակիչների համար։ Շատ կանայք, շատ աղջիկներ, օրինակ ուզեն աշխատել, բայց տրանսպորտի խնդիրը շատ մեծ է։ Բենյամին հասնելը դարձել է ֆիզիկապես բարդ ու վտանգավոր, հատկապես տարեցների ու երեխաների համար։ Բնակիչները խնդիրը բարձրաձայնել են բազմիցս։ Շատ են եղել բողոքները, շատ են եղել, եկել են, այսպես խոսել են, բայց ոչ մի օգուտ։ Սրան հակառակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը այսօր լրատվականի հարցմանին պատասխան նշում է, որ բողոքները ամենևին չեն ստացել։ Ով է թերացել բնակիչների ձայնը լսելի դարձնել վերին օղակներում, մարզային թե համայնքային իշխանությունները։ Երկու կառույցներն էլ նշում են, խնդիրն իրենց տիրույթում չէ։ Բնակիչները նաեւ բարձրաձայնում են երթուղու ծանրաբեռնվածության, ժամանակացույցի եւ ուղևորցի խնդիրը։ Նրանց խոսքով Գյումրիից Բենյամին եւ հակառակ ուղղության համար վճարում են 200 դրամ, մինչդեռ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական տվյալներով Գյումրի Բենյամին ուղևորցը 100 դրամ է։ Ու թանկացել է, չգիտեմ ինչի, այո, 150-ից ընդ դարը 200 դրամ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն այնուամենայնիվ նշում է մայիսի 30-ին կկայանա Շիրակի մարզի միասնական երթուղային ցանցի սպասարկող օպերատորի մրցույթը։ Միայն դրանից հետո ըստ անհրաժեշտության հնարավոր կլինի վերանայել երթուղիներն ու ծառայության սակագները եւ մինչ պաշտոնական մարմինները սպասում են, թե երբ հայտնի կդառնա մրցույթի հաղթողը, բենյամինցիները շարունակում են ոտքով տուն հասնել։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։